Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի ագրեսիվ եւ հաստատուն լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի կարողանան քվեներ ստանալ։ Այս մասին Ամեկ+-ին այսօր ասաց Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, եթե ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ։ Ագրեսիվ ասելով նկատի չունեմ ռազմատենչի եւ հարձակողականը, նկատի ունեմ ավելի ակտիվ կազմակերպեն կուսակցության շահերը։ Մասնավորապես Ժառանգությունը կամ Հայ ազգային կոնգրեսը կարող են լինել ագրեսիվ եւ հաստատուն։ Դեսպանը չի կարող ասել, նա նկատեց, որ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է քայլեր կատարի, որպեսզի գոնե տեղյակ լինի, թե ընտրություններում ինչ խախտումներ են տեղ գտել։ Ընդդիմությունը պետք է կարողանա մատնանշել խախտումները եւ հասկանա, թե ինչպես կարելի է դրանք ուղղել։ Դեսպանի կարծիքով ընդդիմությունը պետք է ունենա գործունեության հավասար իրավունքներ, այսինքն հնարավորություն ունենա աշխատելու օրինակ զանգվածային լրատվամիջոցների հետ։ Իդեպ պարոն Հեֆերնը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետդեպարտամենտը ունի Հայաստանի պաշտոնյաների այսպես կոչված մագնիտսկու ցուցակ, որով որոշ պաշտոնատար անձանց մուտքը Ամերիկա արգելվում է կամ ցանկալի չէ։ Նա ասաց, որ ամերիկան մուտքի արտոնագրեր տրամադրում է համապատասխան ընթացակարգով։ Մայր Արշակյանով, Սեփով Սեփյան, IPV։